Բուսաբանականում ես եմ անձամբ եմ դիմել ոստիկանություն եւ իմ հորդորով էր գործը հարուցվել եւ քրեական գործը հիմա այս թեմայի հետ կապված։ Իսկ ինչ ասում է կազմակերպության տնօրենը, նա առաջին անգամ կանաչապատում բառը առհասարակ ինձանից է լսել, որովհետեւ երբ որ ես մերժեցի Երևանի քաղաքապետին եւ չուզեցի լինել կանաչապատման հոկի տնօրեն, նա այն ժամանակ շների ստերջացման թափառող կենթանիների վնասազերծման կենտրոնի տնօրենն էր եւ իրեն առաջարկ արեցին կանաչապատմամբ զբաղվել։ Այսինքն ուզում եմ ասել, որպես մենեջեր առաջին անգամ նա առհասարակ այս ոլորտի մասին ինչ որ տեղեկատվություն ստացավ։ Եվ դրա համար հիմա ինձ համար շատ տարօրինակ է, որ ինքը տենց մասնագիտական ինչ որ գնահատականներ է տալիս, ծառերը ծեր են, ծառերը ծեր չեն, ֆունկցիոնալ են, թե ֆունկցիոնալ չեն, դա հիգիենիկ ոլորտը շատ երկար տարիներ առաջ արդեն ապացուցել է, որ ռեգիոնում որ ծառատեսակներն են պետք տնկել, գոյություն ունեն հիգիենիկ ստանդարտներ, փողոցների կանաչապատման համար, մանկապարտեզների, դպրոցների, այգիների պուրակների, անտառ պուրակների, եւ այս ամեն ինչը շատ խիստ կանոնակարգված է։ Եվ երբ որ ասում են, որ ծառերը ծեր են, ծառերը ծերը աչքաչափով չեն։ Եվ երբ որ փողոցում հատվում էին ծառեր, պարզ երևում էր, որ դրանք տարբեր բնի հաստություն ունեցող ծառեր են, եւ ես նաեւ 2020 նախորդ ամռանը նկարահանել էի Թումանյան փողոցում ծառերը, որոնք իդեալական վիճակում են, երբ որ մենք 2019 թվականին սկսեցինք քաղաքի հետ աշխատել, մեր թեղիները սարսափելի ծանր վիճակում էին։ Եվ մենք որդեգրեցինք մի քաղաքականություն, որ մենք սկսում ենք զանգվածային բուժման աշխատանքներ, մենք դադարեցնում ենք խոր էտը, այսինքն այն բոլոր գործողությունները, որոնք նպաստել էին, որ մենք Երևան քաղաքում ունեինք թեղիների հետ կապված այս սոսկալի իրավիճակը։